Պարոն նախարար, մեր պետական պարտատոմսերը ինչքանով եք թողարկում, 7.5-ը չէ կարծեմ, որտեղ մասնավոր բանկեր ունեգեսություն են վերցած 9.5%-ով, պետական պարտատոմսը ավելի ցածր է, նախ դրա եկամտաբերությունը եւ արդյունավետությունը ոնց է գնահատում, մեկ էլ հարկայինի մասով շատ քննարկվեց որ բյուջեն ուռճացված է գրել ձեր նախկին տեղակալը, որ հիմա գնաց պետնախագահ եւ հիմա ինքը ստիպված պետք է կատարի իր գրած թվերը հարկայինով, նաեւ դրանով են պայմանավորում այս հարկային տերորը, սա իմ ձևակերպումն է, որ իրականացվում է թե օրենսդրական փոփոխություններով, թե կոնկրետ վարչարության մասով ՊԵԿ-ի կողմից տնտեսվարողների նկատմամբ, որ տուգանքի մատերիալ դարձնելով փորձում են ամեն գնով բյուջե գումար բերել, որովհետև չեն կարողանում այդ թվերի տակից դուրս գալ, այսինքն ձեր ֆինանսների նախարարության գրած բյուջեի թվերի տակից։ Սրա մասով ինչ կասեք նաև պարտատոմսերի ու մեկ էլ գործընկերս հիշեցրեց, որ IMF-ը գնահատել էր IMF-ն ու մյուսները 4.5, հա, 4.5, բայց հիմա մեր կանխատեսումը ի վերջո 5.1-ի շրջանակում է, չէ՞, կարծեմ հիմա համադրել են ձեր կանխատեսումն ու միջազգային կառույցների կանխատեսումները, թե ոչ, ի վերջո 25 թվականին կունենանք ձեր կանխատեսած ավելի բարձր ցուցանիշը, թե ավելի նվազ տեմպեր կլինեն։ Նախ մեր պետական գանձապետ, ենթադրում եմ, որ դուք դրամով արտահայտված մեր պարտատոմսերին էր հարցը վերաբերվում, վերջի տարիներին նվազել են տոկոսադրույքերը եւ որը ուղիղ գծային կապի մեջ է կենտրոնական բանկի տոկոսադրույքի նվազման որոշումների հետ, այսինքն երբ որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնում է կենտրոնական բանկը, դա որոշակի լագով ազդում է նաև մեր գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքների հետ։ Տոկոսադրույքները տարբեր են, այսինքն մենք ունենք եկամտաբերության կոր, որտեղ տարբեր մարման ժամկետով ուրեմն պարտատոմսերը ունեն տարբեր տոկոսադրույքեր։ Վերջի թողարկումների մասին կարող եմ ասել, որ 10 տարանոց թղթերը ունեն 9.5%-ին մոտ եկամտաբերություն, 1 տարանոց թղթերը ունեն 7%-ից մի փոքր ավել եկամտաբերություն, սա է հիմնականը։ ՊԵԿ-ի հետ կապված չեմ կարող մեկնաբանել, պետեկամուտների կողմը ես չեմ կարծում, որ տեսեք, մեր գրած բյուջեն ուռճացված չի, ինքը ինչ-որ կանխատեսումների վրա հիմնված է եւ ես չեմ կարծում, որ ՊԵԿ-ը վարչարարությունն է իրականացնում այդ թվից ելնելով։ Ինքը իհարկե ձգտելու է ապահովել այդ եկամուտները, բայց ՊԵԿ-ը, այսինքն եթե մենք նույնիսկ շատ սխալ թիվ գրած լինենք, ՊԵԿ-ը չի տնելու ամեն գնով այդ գումարը հավաքի։ Ես կարծում եմ, որ իր ռիսկերի գնահատման մեխանիզմները աշխատացնելով պետեկամուտների կոմիտեն փորձում է ստվերի դեմ պայքարել, եթե որոշ դեպքերում անհամարժեք ուրեմն գործողություններ են իրականացվում, դա էլ քննարկում ենք եւ մտածում ենք ինչպես դա կարելի է անել, այսինքն դա կոշտ է, կոշտ չի, քիչ է, քիչ չի, այսինքն ճիշտ բալանս պետք է գտնենք այդ կոշտության եւ ստվերի դեմ պայքարի հարցերում։ Դե այս պահին գնում ենք ըստ պլանավորվածի, նույնիսկ առաջի եռամսյակում ավել էր քան պլանավորված էր։ Ես երեք խոսել եմ ՊԵԿ նախագահի հետ այս հարցի հետ կապված, ինքը ասաց, որ իր կարծիքով առաջի կիսամյակում ինչ որ պլանավորված է կլինի այնպես ինչպես պլանավորել էինք, երկրորդ կիսամյակում կնայենք տնտեսական զարգացումներին եւ դրա հետ կապված կլինի, որտեւ այստեղ էլ հստակ հնարավոր չի ասել էլի, այսինքն կախված է նրանից, թե տնտեսության որ ճյուղերն են աճում։ Ի վերջո մեզնից չի կախված այդ հարկահավաքումը, կապված է տնտեսությունը ինչպես է զարգանում, տնտեսվարողները ինչքան շահույթ եկամուտ տնտեսական գործունեություն են իրականացնում, այստեղ ճիշտ բալանս է պետք ուղղակի պահել, որպեսզի համ պետական եկամուտները պլանավորվածին համապատասխան կամ նորմալ հավաքագրվեն,
Մյուս կողմից տնտեսությանը շոկի մեջ չենթարկենք եւ թողենք, որպեսզի մարդիկ նորմալ տնտեսական գործունեությամբ զբաղվեն։ Եթե դե որևէ խնդիրներ կան, մենք պարբերաբար քննարկում ենք մեր գործընկերների հետ մասնավոր ոլորտում եւ փորձում ենք հասկանալ, եթե չեմ սխալվում, ՊԿ վերջերս նաեւ ազգային ժողովում մեր նման հանդիպում ունեցել, որպեսզի հասկանանք ինչքանով է մեր վարչարարությունը համապատասխանում։ Ինչ վերաբերվում է տնտեսական աճին, ապա արդեն խոսեցինք դրա մասին եւ կարծում եմ, որ դրան մոտ կլինի։ Իհարկե կանխատեսում է, գուշակություն չի, հույս ունենք, որ այդքան կլինի, դրանից մի բան էլ ավել։